8 էլեկտրոնունդս էր։ Այսօր Երևան քաղաքում հերթական գազելն է այրվել։ Դեպքի մասին ժամը 15:00-ին շտապ օգնություն կենտրոն ենթակաանահազանգ է ստացվել, որ Բելաջո ռեստորանային համալիրի մոտ մեքենա է այրվում։ Շտապ ներկայացանք դեպքի վայր, տեսանք, որ արդեն մեքենան հանգցրել էին։ Մեքենայում եղել են ամուսիններ եւ 2 երեխաներ։ Դժվարներ չկային, այրված, վնասվածքներ չկային։ Օգնության կարիք չի եղել։ Ուղղակի հանգստացրել ենք։ Գազել մեքենայի սեփականատեր Դիլիջանցի Հրաչյա Սերոփյանի խոսքերով բռնկվելուց վայրկյաններ առաջ մեքենան սկսել է չենթարկվել եւ մի քանի մետր անցնելուց հետո նկատել է շարժիչից դուրս եկող ծուխը։ Ավտոն հանգավ կայնեց, մեկ էլ իրանյան ստարտեր տվեց գնաց։ Մենք արդեն մեջին չէինք։ Մենք ավտոյից իջել էինք, իրան արդեն ստարտեր էր տալի գնեմ։ Արդեն վառվում էր, որ կայնեցի հանգավ ավտոն։ Ես տեսա, որ ծուխ անում, ասի երեխեք իջեք, մենակ հասցրեք իջեք։ Այրված գազելի վարորդիկի Կարինե Սերոփյանը պատմում է, որ երեկ իր տղայի ծննդյան 8-ամյակն են նշել Գեղադիր գյուղում եւ վերադառնում էին Դիլիջան։ Նրա խոսքերով իր ընտանիքի անդամները Աստծո հրաշքով են կենթանի մնացել։ Պատահական էր, չիմացանք ինչից էր։ Հետո ավտոն մի տեսակ սենց բանանելով էլի, ոսոր հեսենց հրելով դժվար էր գնում։ Ասեց ծուխ ալուսում մեքենան ոսոր պաժար անում, դուրս եկեք։ Մեր դուրս գալն ու արդեն ես զգացի, որ բոց է արանքներից դուրս է գալի։ Կարինե Սերոփյանը առաջին հերթին շնորհակալ է ոչ թե հրշեջ ծառայությանը, այլ Բելաջո ռեստորանային համալիրի աշխատակիցներին։ Առաջի օգնությունը ճիշտ է մի քիչ ուշացավ, մի քիչ որն արդեն ուշացավ, բայց Բելաջոյի աշխատողները նրանք անմիջապես նրանք հասան օգնության, թե ասենք մեզ մոտիկացան ջրով, երեխեքից նայելով, մեքենան շլանգներ բերեցին 2 հատ պաժարն ու որ հանգցնեն ու շատ լավ օգնեցին։ Լուսինե Խաչատրյան, Հովսեփ Հովսեփյան, IPV։